Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Շնորհակալ։ Պարոն Խուրշուդյան, կառավարությունը վավերացրեց TRIP-ի համաձայնագիրը եւ այն ուղարկելու է Սահմանադրական դատարան Հայաստանի Սահմանադրության հետ համապատասխանելիության հետ կապված, որից հետո արդեն ազգային ժողով այս փաստը, որ կառավարությունը վավերացրել է համաձայնագիրը, ավելի ճիշտ ընդունել է համաձայնագիրը, առաջընթաց համարվում է եւ այս տեմպերով պետք է գործընթացը առաջ գնար, թե ամեն դեպքում դանդաղում կա, չկա։ Դե դանդաղում ակնհայտ կա, որովհետև Իրանի դեպքերը չէին կարող չազդել այս ամեն ինչի վրա, այսինքն ամերիկա-իսրայելյան հարվածները Իրանին բերեցին նրան, որ մի տեսակ դանդաղեց այս գործը, որտեվ եւ ամերիկացիներն են խառը եւ նաեւ անորոշությունների որոշ քանակ առաջացավ, ի հայտ եկավ Իրանի դիրքորոշման հետ կապված։ Բայց ամեն դեպքում թեկուզ դանդաղ, բայց առաջ է գնում, շատ կարևոր է, որ գործընթացը չի կանգնեցվել, որտեղ դա Հայաստանի համար խոշորագույն, անվտանգային եւ աշխարհակաղակական նշանակություն ունի։ Սկսած նրանից, որ Հայաստանի կշիռը աշխարհակաղակական շեշտակի ավելանում է, որպես հանգույց միջտարածաշրջանային լոգիստիկ շղթաների մեջ եղած անկյունակարային երկիր ըստ էության, այլընտրանք մասամբ նաև Վրաստանի, ել չեմ խոսում նրա մասին, որ ինքնին էս միջին միջանցքը կամ գլոբալ դարպասները կամ մեկ ուղի մեկ գոտին, ոնց ուզում եք անվանեք, այդ չինացիները ասում են մեկ ուղի մեկ գոտի, եվրոպացիները ասում են գլոբալ դարպասներ, ամերիկացիները ասում են միջին միջանցք։ Ինչի միջին, որովհետև հյուսիսային ճանապարհները Ռուսաստանով են անցնում, փակվել են, հարավայինները Իրանով են անցնում, փակվել են։ Միջինը այդ հարավի եւ հյուսիսի արանքում միջին գնացող միջանցքն է։ Եվ այդ իմաստով Հայաստանը փաստորեն բացառիկ հնարավորություն ունի օգտվելու իր աշխարհակաղակական եւ աշխարհագրական նաեւ դիրքից։ Մի բան, որը Ռուսաստանից ունեցած իր կախվածության պատճառով տասնամյակներ շարունակ չի կարողացել օգտագործել, չի կարողացել կապիտալիզացնել։ Դեպի հակառակը Ռուսաստանը մեզ օգտագործել է որպես խցան, չնայած դա չխանգարեց, որպեսզի այդ ճանապարհները ամեն դեպքում թեկուզ մասամբ անցնեն Վրաստանով, շրջանցելով Հայաստանը, մասամբ նույնիսկ Իրանով, էլի շրջանցելով Հայաստանը, բայց հիմնականում Ռուսաստանով։ Եվ Ռուսաստանին դա էր պետք, որ այստեղ այդ ճանապարհների հնարավորությունը նվազագույնը լինի, որպեսզի ինքը կարողանա տարանցման փաթեթը իր ձեռքում պահի։ Դա ոչ միայն բեռնափոխադրումներին է վերաբերում երկաթգծային եւ ավտոճանապարհային, բայց նաեւ նավթի։ Հիշեցնեմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսելուց ի վեր Ադրբեջանը չէր կարողանում նավթատարեր կառուցել դեպի Եվրոպա, իսկ ամենակարճ ճանապարհը Արցախն ու Հայաստանն էին, որին պատրաստ էին ըստ էության ադրբեջանցիները, եթե խաղաղ կարգավորում լիներ, բայց համենայն դեպս Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ կոնֆլիկտը խաղաղ կարգավորում չստանա եւ ստիպված միջազգային կոնսորցիումները այդ նավթը տարանցեցին Վրաստանով։ Ամեն դեպքում իրենց նպատակին հասան, բայց մի քանի տարի ուշացումով։ Այդ մի քանի տարի ուշացումը տվեց Ռուսաստանին 2-ից 2.5 միլիարդ դոլար այն ժամանակվա թվերն եմ ասում, ոչ թե հիմա բարձր դոլարը մի կարգ ավելի էժան է, այն ժամանակ շատ ավելի թանկ էր։ Մաքուր շահույթ տարանցման համար Բաքու Նովորոսիիսկ այդ նավթատարի օգտագործման դիմաց։ Որովհետև քանի դեռ չկար Բաքու Ջեյհանը, Ադրբեջանը ստիպված էր թեկուզ փոքր ծավալներով, որտեղ Բաքու Նովորոսիիսկը այդքան հզոր չէր, իր նավթը արտահանել Ռուսաստանով։ Էլ չեմ խոսում, որ նաև մնալով ավելի կախված Ռուսաստանից, հա։ Այդ 2.5 միլիարդից բացի Ռուսաստանը կարողանում էր իր կախվածության տակ պահել նաև Ադրբեջանը, որտեղ ուրիշ ճանապարհ Ադրբեջանը առայժմ չուներ, մինչև որ Բաքու Ջեյհանը կառուցվեց։ Հիմա տեսեք ոնց օգտվեց Ռուսաստանը, դրա դիմաց Հայաստանից շորթեց ուղակի եւ տարավ 100 միլիոն պարտքի դիմաց 96 ավելի շուտ միլիոն պարտքի դիմաց 100 միլիոնավոր միլիարդից ավել դոլարից ավել արժեցող ունեցվածք,
որը ոչնչացրեց ոչինչ ներդրում չանելով, որևէ ներդրում չանելով, նույն Մարս գործարանը, ռոբոտոտեխնիկական, Մերգելյան ինստիտուտը, մյուս 5 ինստիտուտները գիտահետազոտական, Հրազդանի փշեկը եւ այլն, այդ ամբողջը, Հրազդանի փշեկը հələ կիսատ պրատ օգտագործեց եւ նաեւ Հրազդան կասկադը հեկերի առանց լուրջ ներդրումներ անելու, բայց մնացած ուղղակի փչացեց, ոչնչացեց, որպեսզի Հայաստանը չկարողանա ինքը իր ռեսուրսներից գոնե օգտվի, որպեսզի այդ գաղութային կախվածությունը կատարյալ լինի։ Հիմա 30 տարի անց հայի հետին խելքով մենք հասկացանք ինչ էին անում մեզ հետ, ինչ հնարավորություններից ենք մենք զրկվել եւ հիմա սկսում ենք կամաց-կամաց դա անել։ Շատ թանկ նստեց մեր վրա իհարկե այդ մեր հետին խելքը, ուշ հասկանալը, նստեց Արցախ, նստեց բռնագաղթեցում Արցախի ժողովրդի, բայց գոնե հիմա, երբ որ արդեն տեղի է ունեցել այնինչ տեղի է ունեցել, մենք պետք է հասկանանք, որ այդ հնարավորությունները մեզ նորից տրվում է օգտվելու այդ հնարավորություններից եւ հիմա գոնե դա բաց պետք է չթողնենք եւ այսօրվա կառավարության որոշումը այդ ամբողջի համատեքստում է պետք դիտել։ Պարոն Խուշիդյան, այնուհանդերձ ենթակառուցվածքների մասը նախագծում համաձայնագրի անորոշ է թողած ովքեր են լինելու back office-ում, front office-ում, արտադրության նախարարությունը եզրակացություն տվել էր, բայց էլի անորոշ էր։ Այս մասով մենք կարող ենք վստահպնդել, որ հայ մաքսավորներ սահմանապաներ են լինելու։ Մենք կարող ենք վստահ պնդել, որ ադրբեջանական բեռները անցնելու են հայկական մաքսատան միջոցով։ Թե տեխնիկական ինչ միջոցներով, եթե ինչ որ մեկի համար սկզբունքային է, որ հայ մաքսավորը այսպես ձեռքով դիպչի ադրբեջանական ապրանքներին, ես կարծում եմ, որ դա լուրջ չի, հա, եթե կա տեխնիկական միջոց, որով մաքսային արժեքը կամ անվտանգային վերահսկողությունը ապրանքների հնարավոր է իրականացնել, դա կարելի է իրականացնել։ Բայց երբ որ մենք մեր ոչ բոլոր սահմանին ենք այդ միջոցը կիրառում եւ անում ենք այն ուղղության վրա, որտեղ հակառակորդ պետության ղեկավարը ասել է ադրբեջանցիները հայ երես չեն տեսնելու, սա լրիվ այլ ենթատեքստ է տալիս, ոչ թե տեխնիկայի նորագույն զարգացման օգտագործման։ Այո, ես դեռ համաձայն եմ եւ մենք էլ մշտապես պնդել ենք, որ Ալիևի այդ պահանջը նոնսենս է։ Եթե ինքը խաղաղություն է պատրաստվում ունենալ Հայաստանի հետ, ինչպես պետք է իր քաղաքացիները չառնչվեն Հայաստանի քաղաքացիների հետ, կապ չունի մաքսավորի հետ, թե վաղ ոստիկանի հետ, օրինակ, այն ադրբեջանցին, որը գալու է Հայաստան, ինչ որ բիզնես անելու, ընդհանրենք ապրանք է բերելու վաճառի կամ հակառակը գալու է ապրանք գնի տանի։ Ինքը եւ հայ մաքսավորի հետ է առնչվելու, ինչպես որ իրենց փորձագետները հասարակական դաշտից Հայաստան մտնելուց առնչվել են։ Հասկանում եք, այսինքն դա ոնց որ կամակոր ինչ որ մի երեխա ինչ որ մի բան ասել է, հիմա երկու ոտը մի կոշիկի մեջ դրած չի ուզում հետ կանգնի, որտեվ ինքը գիտեք, տեսեք, փոքրիկ սուլթան է, որը որ իրեն եթե պալոս չի էլի, մի բան որ ասել է ոնց դրանից հետ կանգնի։ Որևէ տրամաբանական հիմնավորում չկա այդտեղ։ Այն բանը, որ եթե տեխնիկական միջոցներ կիրառվեն ավելի արագ կանցնեն այդ ապրանքները, միակ թերևս բանական հիմնավորումն է, որ այսպես ավելի արագություն կհաղորդի այդ բեռների անցմանը, որտեղ գիտեք ոնց է նախատեսվում, ասենք գնացքը մաքսատան միջոցով անցնելուց դանդաղելու է, այդտեղ սկաներներ են լինելու հսկայական ամերիկյան սկաներներ, դրանք սկանավորելու են բեռները վագոնների միջի եւ ըստ դրա որոշելու են, եթե ուրեմն հայտարարագրված ապրանքն է, մաքսային հայտարարում անցած ապրանքը համապատասխանում է սկանավորված ապրանքին, ուրեմն իրենք անցնելու են։ Բնականաբար, եթե չհամապատասխանի, կանգնեցվելու է արդեն անցնի երկրորդ գիծ եւ այնտեղ ավելի մանրամասն զննում անցնել, օրինակ։ Կամ եթե չթույլատրված ապրանք է, օրինակ զենք են տեղափոխում առանց Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելու, բնականաբար մեր սուվերեն իրավունքն է լինելու արգելափակել եւ թույլ չտալ։ Եթե նման բան ուրեմն հատուկ չեն թույլատվություն խնդրել, բնականաբար դրա դիմացել ինչ-որ բան տվել։ Քաղաքական կլինի, ֆինանսական կլինի, դա ուրիշ հարց է, հա։ Այնպես որ ել եմ ասում, դա ընդհանրապես տեխնիկական միջոցի արդյունավետության մասին է խոսակցությունը, բայց այդ ենթատեքստը, որ դուք ասում եք, որ հա դեմքը չտեսնելու այդ հանգամանքը, իհարկե բավականին տհաճ նստվածք է թողնելու եւ անընդհատ միջազգային հանրության առջև ցանկացած միջոցառմանը մենք ասելու ենք, որ Ալիևը ռասիստ է։
ուղղակի ռասիստ է ու չի ուզում իր քաղաքացիները հայերի դեմք տեսնեն։ Իբր թե էլի եմ ասում, որովհետև իր քաղաքացիները գալիս են Հայաստան միջոցառումների մասնակցում են, լավ էլ տեսնում են դեմքը եւ դրանից իրենց ուրեմն նրբազգաց հոգին որևէ տվայտանքների մեջ չի ընկնում հայ տեսնելուց հետո էլի։ Մгм. Ա, Կառավարությունը մի այլ որոշում է կայացրեց 62.5 միլիոն դրամ հատկացրեց Հարավկովկասյան երկաթուղու սուբսիդավորմանը, բայց նախատեսվածից ավել բյուջեով նախատեսված էր 247 միլիոն դրամ, այս որոշումը ավելին էր վերաբերում, այսինքն պլյուս նաև 62։ Սա ըստ էության պայմանագրով է, կոնսենսիոն պայմանագրով է երկաթուղու կառավարման, բայց արդյունավետության տեսանկյունից շահավետ է այդքան ներարկել Հարավկովկասյան երկաթուղուն Հայաստանի բյուջեից։ Գիտեք, այդ գումարը այն էլ ավել տալը մի տեսակ փրկագնի պես բան է իմ տպավորությամբ, ոնց որ փրկագին վճարեն այդ Հարավկովկասյան երկաթուղիները հետ վերցնելու համար ինչ որ լրացուցիչ այսպես արտոնություններ, առավելություններ, ֆինանսական բաներ տալով, որ վաղը միսօր նաև ավելի հեշտ կարողանան այդ երկաթգծերը զրկեն կոնցեսիայի պայմանագրից, այսինքն չեղալ համարեն կոնցեսիայի Նման պայմանագրի։ տրամադրություններ ընդհանրապես չկան։ Կան, որովհետև արդեն մասնակիորեն այդ կոնցեսիայի շրջանակներում այն գործողությունները, որ պետք է արվեր, օրինակ Գյումրի Ղարս երկաթգծի վերականգնման կամ Սադարակ ուրեմն Երասխավան այդ հատվածի վերականգնման, դուք գիտեք, որ կառավարությունը ասել է, որ ինքը վերցնում է իր վրա եւ ինքն է անելու։ Դա արդեն կոնցեսիայի սահմանափակում է, այնց որ կոնցեսիայի հետ վերցնելը կարող է լինել նաև կտոր-կտոր, պարտադիր չի միանգամից, հա։ Այնց որ Բայց կամած չէ, կամած դրան են գնում։ մենք չգիտենք, կառավարությունը փողը տվեց եւ նաեւ այդ կտորի վերահսկողությունը հիմա իր չնայած որ երկաթուղին Հայաստանին է պատկանում, իրանք մենակ կառավարում են, բայց մենք այնուհանդերձ չգիտենք այդ կառավարման այդ կտորը Հայաստանինն է թե ռուսական ընկերությանը։ Լսեք, 300 միլիոն դրամը նույնիսկ 1 միլիոն դոլար չի։ Որովհետեւ պատկերացնեք ինչ շահեր են պատտվում այդ Հարավկովկասյան երկաթգծի թեկուզ մի հատվածը վերցնելու շուրջ կամ ինչ շահեր են պատտվում Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության մեջ եւ այլն, այդ կարգի ժեստերը, այդ կարգի փոքրիկ քայլերը թեկուզ, եթե կարող են օգուտ տալ, իսկ ենթադրում եմ հաշվարկված է, որ պետք է օգուտ տան, իմաստ ունի անել։ Հիմա բոլոր մանրամասնությունները ես չեմ կարող ասել, որովհետև շատ բաներ չգիտեմ էլ, բայց լավ կլինի դուք նաև կառավարության ներկայացուցիչներից հարցնեք, թե դրա դիմաց ինչ ենք ստացել կամ ինչ կարող ենք ստանալ։ Չնայած կարող է բաներ կան, նույնիսկ իրենք չասեն, բայց ակնհայտորեն դա օդի մեջ ուղակի նվեր չեն տվել, էլի այդ 60 միլիոն լրացուցիչ Ինչ գումարը։ են ստացել։ Ես չգիտեմ, կերևա, ասում եմ, գործընթաց է գնում, երբ որ այդ կտորները Հայաստանը վերցնում է, որ ինքն է կառուցելու, չէ, եթե ինքը կառուցի, բարձր ինքն է վերահսկելու է։ Եվ կամած այդ կոնցեսիայի կտորները, այդ եմ ասում, Հայաստանը վերցնում է իրեն, վերցնել կարող է արբիտրաժային դատարան դիմել եւ չեղալ համարել կամ հակառակը չեղալ համարել եւ սпасել, որ ռուսական երկաթգծերը մտնեն արբիտրաժային դատարան։ Պարոն Խուրշուդյան, ձեր տրամադրությունը հուսամ չի լինի, բայց ես ուզում եմ հիշեցնել Լավրովի մեկ տողանոց հայտարարությունը, որ Հայաստանում միանգամից փակել տվեց 60 միլիոն դոլարի չարաշահման գործը։ Այսինքն Հայաստանը ներպետական բանը չտարավ առաջ, պետքա միջազգային արբիտրաժ դիմի։ Ժամանակները փոխվում են, Նարեկ ջան։ Այն ինչ որ հնարավոր չէր 19 թվականին, հնարավոր է դարձել հիմա։ 19 թվականին թրիպն էլ հնարավոր չէր։ Լավրով լինի, ով ուզում է լինի, ժամանակները փոխվել են։ Ինձ թվում է ձեր զուգահեռը տեղին չի, անհիմն է ուղղակի։ Շատ բան չենք կարող 19 թվին մենք մեզ թույլ տալ, բայց հիմա Ռուսաստանը այնպիսի օին չբերեց Հայաստանի գլխին եւ Արցախի գլխին, որով ընդհանրապես մեր ձեռքերը բացեց, ազատ թողեց Հայաստանի ձեռքերը։ Դուք պատկերացնում եք 19 թվին, որ Հայաստանը հայտարարի օրենք ընդունի, որ դառնալու է Եվրամիության անդամ։ Դուք պատկերացնում եք այն ժամանակ, որ եվրոպացի դիտորդները գային կանգնեին հայ-ադրբեջանական սահմանին։ Դուք 19 թվականին պատկերացնում եք, որ բոլոր մեր մաքսակետերից եւ անցակետերից ռուսական սահմանապահները, ՖՍԲ-շնիկները հանվելու են։ Շատ բաներ չենք պատկերացնում, չէ՞։ Հիմա այդ զուգահեռ ինչի համար եք տանում։ Ես այս տարիների ընթացքում անդադ շեշտել եմ այդ դատախազությունում արկա այդ գործի վերարծարտելու անհրաժեշտության մասին, որում իմ հաշվարկներով դա 60 չէր, 125 միլիոն դոլարի մասն էր խոսքը, կարող է սխալվեմ։
Այդ թիվն եմ ես հիշում։ Հա, բայց այդ գործն էլ կա։ Այդ գործն էլ մի օր կարող է վերաբացվել իդեպ։ Այն ժամանակ արդեն կարող է նույնիսկ Լավրովը չլինի։ Բայց ոնց որ այդ գործը կարող է վերաբացվել, այնպես էլ գազային պայմանագրի վավերականության հարցը կարող է բարձրացվել Սահմանադրական դատարանում։ Դուք հիշում եք, որ Ազգային ժողովը դա վավերացրել է այդ պայմանագիրը ապօրինի ոչ օրինաչափ ճանապարհով, ուղիղ քվեարկությամբ, ձեռքով քվեարկությամբ, այն դեպքում, երբ որ ընդհանցակարգը նախատեսում էր քարտերով քվեարկություն, հա։ Այսինքն դա բավարար հիմք է, որպեսզի չեղալ համարվի ազգային ժողովի կողմից այդ պայմանագրի ռատիֆիկացիան, հա, վավերացումը։ Այնպես որ բաներ կա, որ դեռ կարողանանք անել։ Այն ինչ որ չէինք պատկերացնում 19 թվականին, երբ որ Լավրովը կարող էր իրեն թույլ տալ որպես դաշնակից իբր, որը Արցախն է պաշտպանում, Հայաստանն է պաշտպանում իբր։ Այն ժամանակ տենց էինք մտածում, չէ՞։ Դե պարզը դրա համար է իրեն թույլ էր տալիս նման մատ թափտալ մեր երկրի վրա։ Հիմա ինչ հիմքով պետք է իրեն թույլ տա ընդհանրապես նման բան անի։ Դե 19 թվականին նաև չէինք պատկերացնի, որ հայկական արտադրանքները Ռուսաստան չէին արտահանվելու կատեգորիկ։ Ճիշտ է, լինում Այո, էին եւ գնալու են Եվրոպա։ որոշակի ապրանքների հետ կապված լինում էին, բայց ոչ այսպես համատարած, եւ 19-ին դժվար պատկերացնենք, որ 27-ի կեսերից մտածելու էինք, թե գազի գինին ինչքան է դառնում։ Այո, շատ ճիշտ է։ Բա բնականաբար անկախությունը գին է ունենալու։ Ընդ որում այդ գինը նաև շատ ավելի մեծ է լինելու դրական իմաստով մեր առևտրաշրջանառությունը Ռուսաստանից այլ երկրներ տեղափոխելու շնորհիվ։ Կարող է գազի հարցում տուժենք, 10 ուրիշ հարցում շահենք։ Կարող է ԵԱՏՄ-ից դուրս գանք, մի քանի հարցում տուժենք, 100 անգամ ավել շահենք։ Դուք գիտեք, որ հիմա մենք ԵԱՏՄ ավելի շատ գումար ենք տալիս, մոտավորապես 300-ից 400 միլիոն դոլար ավելի շատ սալտո այդ մաքսային մուտքերից, քան ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստանում ենք։ Իսկ գուցե հենց այդ գումարը բավարար լինի, որ այդ ավելացած կրկնակի ավելացած գազի գինը դրան հաշվին սուբսիդավորվի։ Բաներ կա, որ պետք է հաշվարկել, Նարեկ ջան, ու ես կարծում եմ հաշվարկված են։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ եվրոպացիները ասում են, ինչ խնդիր կունենաք, կգաք, մենք ձեզ փողը կտանք։ Հիմա որ ապրանքները օրինակ մեր գյուղատնտեսական Եվրոպա գնում են, ասում են հիմա այո, այն ծավալներով չեն կարողանում արտահանել, որը այս պահին անհրաժեշտ է։ Բա հասկանալի է, պարզ է, որ այդքան շուտ մի տարվա մեջ լոգիստիկ շղթաները հնարավոր չի տեղափոխել եւ մենք տարիներ շարունակ ենք ասել կառավարությանը հիմիկվանից սկսեք, մի թողեք վերջի պահին անպայման այդ ուխտը գա ձեր չոքի ձեր դրան, նոր ափալ-թափալ սկսեք վերաուղղորդել կամ ուրեմն ինչ որ միջոցներ ձեռնարկեք։ Հա, այդ ընթացքում ինչ որ բաներ արվում էր, օրինակ սուբսիդավորվում էր այն արժեքի ավելացումը լոգիստիկ շղթաների թանկացման տեսակետից գործարարների համար, ովքեր կուզենան Եվրոպա տանեն վաճառել։ Դա դեռ մինչև այս դեպքերը արդեն կար, այդ գործոնը աշխատում էր։ Ինչ որ քայլեր արվում են, չեմ ասում չէր արվում, դանդաղ էր ամեն ինչ արվում, շատ դանդաղ։ Բայց ամենայն դեպս հիմա, քանի որ մի տարվա մեջ հնարավոր չէ այդ ամբողջը անել, եվրոպացիները ասում են, լավ, ինչ որ չեք կարողանա անել, վնաս կկրեն ձեր գյուղացիները, կասեք կսուբսիդավորենք։ Այդ տասնյակ միլիոններով արդեն հատկացումներ արել են եւ կառավարությունն էլ գյուղացիներին պարզ է 100%-ով չի կարողանալու փոխհատուցի բոլորին, բայց ինչ որ քայլեր այդ ուղղությամբ արվում են, կամաց կհաղթահարենք։ Բա նույն այդ լոգիստիկ կազմակերպությունները պետք է իմանային, պետք է հասկանային, որ մի օր խնդիր են ունենալու։ Դե կառավարությունը որտեղից Նաեւ կառավարությունը որտեղից կարողանա 100%-ով գյուղացուն փոխհատուցել, երբ որ 5 միլիարդի պարգևավճար է բաժանում։ 5 միլիարդ դրամի, Նարեկ ջան։ Հա, ես 5 Ես միլիարդ ասեցի։ ուրեմն գիտեք ես ինչ եմ առաջարկելու։ Հեսա Facebook-ում կգրեմ, մի հատ լավ գաղափար է մոտս առաջացել։ Ես կարծում եմ, որ արդար կլինի, եթե պետական ծառայողների աշխատավարձերը, ընդ որում պարտադիր չի դա, այդ 5 միլիարդը որ ասում եք, բարձր չէ, որ բոլոր չինովնիկական այդ ապարատին է գնում, դա միայն ինչ որ ազգային ժողովին չի գնում կամ միայն կառավարության չի գնում, որպեսզի նաև մանիպուլյացիա չլինի, էլի ձեր ասացի մեջ։ Չէ, Ես ուրիշ ճիշտ եք բան եմ ասում, միայն բարձրաստիճան պաշտոնյաներին չի գնում, բայց օրինակ նախարարը ստանում է 6-7 միլիոն դրամ, այն մեկը ստանում է 50-60 հազար, 100-150 հազար դրամ։ Նարեկ ջան, ուրեմն ես առաջարկելու եմ, որ պետական պաշտոնյաների բոլորի աշխատավարձերը ուղիղ կապվի հնայի աճի հետ։ Այսինքն համախառն ներքին արդյունքը, որ տարի ինչքան աճեց, 6% աճեց, իրենք պլան են դրել, որ ամեն տարի 6% պետք է աճի։ Իրենց աշխատավարձերը կարող է ամեն տարի 6% աճել։
Ընդ որում պարգևավճարի բանի հարց չի առաջանա, այդ պետք է այդ պարգևավճարները տեղափոխել դեպի աշխատավարձ։ Ֆիքսված ամեն ամիս իրենք ստանան աշխատավարձ ու ինչքան լավ աշխատեն, ինչքան լավ շատ մեծանա համախառն արդյունքը, այնքան իրենց աշխատավարձերը ավելանա։ Այսպես ինդեքսավորվի պետական ծառայողների աշխատավարձը համախառն արդյունքի հետ։ Դա չնչին մասն է լինելու ամեն դեպքում այդ աշխատավարձերի աճը մեր համախառն արդյունքի հետ աճի համեմատ գումարային առումով, բայց շատ լավ խթան կլինի, որովհետեւ բոլորի ուշք ու մույթ կլինի մեր տնտեսության զարգացումը։ Պարոն Խուժուտյան, դուք որ ասում եք Եվրոպան փողը կտա, լավ փողը տվեց, գազ որտեղից ենք առնելու։ Հազար տեղ կա գազի, մեր շրջակա բանը երկրները գրեթե բոլորը գազի տակառներ են։ Նույնիսկ եթե Ադրբեջանը չհաշվենք, ասենք լավ, Ադրբեջանից կախվածության մեջ պետք չի ընկնել։ Իրանը, Թուրքմենստանը, նույնիսկ Ղազախստանը, լավ, շատ եթե հեռու էլ գնանք, բայց ավելի մոտիկ է, քան նույն Ռուսաստանը։ Ռուսաստանից եկող գազը մեզ եկող գազը ավելի հեռու է, քան Ղազախստանից, եթե ուզենանք բերենք։ Թուրքմենստանը սվոտով կարող է հանգիստ Իրանով գալ, այսինքն Թուրքմենստանը վաճառում է Իրանին, ինչ որ մի խմբականակ, այս կողմից Իրանը մեզ վաճառում է նույն խմբականակը, արդեն թուրքմենական պայմաններով։ Հազար ու մի տարբերակ կա, չեմ խոսում ուրեմն խտացված գազի, հեղուկ գազի մասին, որը որ շատ մեծ հնարավորությամբ տարբեր տեղերից կարող ենք ստանալ։ Այնպես որ այդ որ բան են պանիկա են տարածում թե վեր, հանգած գազը կտրեն, մենք ինչ ենք անելու, չկա այդպիսի բան։ Եվրոպային էլ էին ուզում այդպես ծնկի բերել ռուսները, չկարողացան, տեսակ չէ, նույն տարվա մեջ Եվրոպան այնքան գազ առավ այլ տեղերից, շատ ավելի հեռու, իրենից շատ ավելի հեռու, քան Հայաստանին են այդ տեղերը հասանելի, որ Ռուսաստանը ոչ մի լծակ այլևս չունի, գազային շուկան է կորցրեց եվրոպական ամենավճարողունակ շուկան։ Ադրբեջանից չեն Ստիպված առնում։ ստիպված է Ադրբեջանի միջոցով որոշ փոքր խմբականակներ գոնե վաճառի, որ գոնե մի երկու կոպեկ կարողանա իրեն բյուջեն լրացնել, որտեղ այդ գազն էլ չգիտի ինչ անի։ Եվ այդ պայմաններում մի հատ է մեզ է կտրելու այդ գազից։ Ասենք ինքն իր ոտքին պետք է կրակի հերթով, հետո կրակի իր խնդիրն է։ Մի հատ է վերջում ոտքին կրակելու փոխարեն գլխին կկրակի կպրծնի։ Ով, Ինքն իր գլխին։ ով։ Կրեմլի ղեկավարությունը, որը որ հիմա ոտքին է կրակում ինքն իր, երբ որ արգելափակում է գազի վաճառքը Եվրոպայում, հիմա էլ իբր պատրաստում է Հայաստանում արգելափակել կամ թանկացնել։ Պարոն Խուժուտյան, հայ-ռուսական այս հարաբերությունները ինչ որ փուլում կկարգավորվեն, թե չէ։ Միանշանակ Ռուսաստանը այս կարգավիճակում երկար չի ձգի, Ռուսաստանի իշխանությունը փոխվելու է, Ռուսաստանի կառուցվածքը փոխվելու է, Ռուսաստանը վաղ թե ուշ դառնալու է հանգիստ, եթե ոչ ժողովրդավարական հանգիստ, հարևանների վրա չհարձակվող, սեփական տնտեսական շահերը տարբեր խեղկատակային գաղափարախոսություններին չստորադասող մի պետություն։ Իսկ այս պայմաններում կայունացում հնարավոր է, թե չէ, եւ սա ինչի կհանգեցնի, եթե սեն շարունակվի։ Այս պայմաններում Հայաստանի համար հնարավոր է դիվերսիֆիկացիա եւ դեպի Եվրոպա բոլոր այդ մեր բաների տեղափոխում։ Այն իմաստով, որ Ռուսաստանը գնալով թուլանում է եւ ինքը այլ բան, քան պարզապես այդ տնտեսական ինչ որ մանր-մունր մխիթարությունները Հայաստանի հանդեպ չի կարող կիրառել։ Եվ դա մեծ պատուհան է բացում Հայաստանի համար։ Հնարավոր է, որ չճանաչեն Հայաստանի իշխանություններին։ Ոնց չճանաչեն, արդեն ճանաչել են։ Ինչպես։ Արդեն հրավիրում են վարչապետին միջպետական միջոցառումներին, նստում են, բանակցում են հետը։ Մի պետության իշխանությանը, եթե չեն ճանաչում, այդպիսի բան չեն անում։ Օրինակ Լուկաշենկոին եվրոպացիները չեն ճանաչում, դրա համար Տիխանովսկայի հետ են ամենտեղ հանդիպում, ոչ թե Լուկաշենկոյի հետ։ Այդ չճանաչելը դա է։ Իսկ սրանց խռոված հարսի պես լավ էլ հանդիպում են, խոսում են, բայց նենց պաշտոնապես չեն հայտարարում, որ ճանաչում են։ Ջանդամը հայտարարեն են, որ ասում են։ Հայաստանում հնարավոր է ներքաղաքական զարգացումներ, Սամվել Կարապետյանը, որը խորհրդարանում ամենամեծ ուժն է ընդդիմադիր, հայտարարում է գաղտնի պլան ունենալու եւ իշխանափոխություն իրականացնելու մասին։ Հա, այդ գաղտնի պլանը մի հատ ունեն, որ ամսի հունիսի 8-ին պետք է ինքը վարչապետ դառնալ։ Իր ամենագաղտնի պլանը դա էր, տեսանք ոնց եղավ, մնացած պլաններն է կտեսնենք ոնց կլինի։ Բայց ինչ եք նման կերպ ասում, որովհետեւ մարդիկ 300 քանի հազար քվ են ստացել։ Հետո 300 քանի հազար քվեն ու վարչապետ դառնալը համարժեք բան է։ Կարող բողոքի ակցիաներ սկսել։
Թողնում եմ, Նարեկ ջան, թողնում եմ, թող սկսեն։ Ինչի՞ չեն սկսում։ Հանգստանում են Բադեն-Բադեններում, ովքեր կալանքի տակ չեն։ Թե կղզիներում են հանգստանում իրենց կամ իրենց բարձած վիլլաներում տարբեր կղզիներում։ Ամառն են վայելում։ Ինչի՞ չեն անում ակցիաներ։ Իսկ գուցե չկա պահանջ ակցիաների եւ հնարավոր չի ամեն ակցիային ամեն անգամ 100-200 հազար իրենց ասած շունշ անգյալին վճարեն, որ բերեն ակցիաների մասնակցեն։ Պարոն Խուժուդյան, Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը ձեզ համար քաղաքական է, թե իրավական։ Քաղաքական ո՞նց կարող է լինել մի բան, որը արվում է բիզնեսմենի հետ, կրիմինալ ներկայացուցիչի հետ, բիզնեսի, այսպես ասենք, կրիմինալ ներկայացուցիչի հետ։ Բիզնեսմեն, որը ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում, Նիկոլ Փաշինյանին քննադատում է եւ վարչապետի կողմից հնչեցվել է, որ քեզ չոքացնելու եմ, սատկացնելու եմ սպառնալիքներ։ Հա, ո՞նց եք պատկերացնում ցանկացած կրիմինալ, որ ուզենա պատասխանատվությունից խուսափի, մի հատ կուսակցություն բացի, փողեր դնի եւ սկսի քաղաքականությամբ զբաղվել, ասել ինձ ձեռ մի տվեք, ես դառնեմ քաղաքական գործիչ, հա։ Այսինքն Բարգավաճ Հայաստանը քանի տարի կան, ինձ չի որ այս Քանի տարի կա ինքը այդքան տարի կրիմինալ է եղել։ Այդ դրա համար իշխանություններից մենք միշտ պահանջել ենք քաղաքական գնահատական։ Որտեղ եթե քաղաքական գնահատականը տա, այս հետին թվով արդարադատությունը դրա կարիքը արդեն չէր լինի։ Միանգամից գլխանց այդ հարցերը կլուծվեր եւ կարգելվեին այդ կարգի կուսակցությունները։ Այն կուսակցությունները, որոնք մեղսակից են եղել պետության բռնազավթման մեջ, ովքեր որ ազգային ժողովը բռնազավթել են ու իրենք սուբսիդիաներ են դուրս գրել միլիոնավոր դոլարների մեր գրպանից։ Այդ ամբողջը պետք է քաղաքական գնահատական տրվեր։ Այդտեղ ես ձեր հետ համաձայն եմ, որ ուշացրել են, չեն արել այդ ամեն ինչը։ Մտածելով, որ դա դրա կարիքը չկա ճաճանչափայլ վերլուծաբաններ ունեն այն ժամանակ ասում են չէ ինչ քաղաքական գնահատական դա մեր պետականության շարունակականությունը հարցականի տակ կդնի այս ֆոնին դա շարունակական է լինելու այդ գործընթացը, թե ոչ ձեր նշած այդ կրիմինալ շրջանակների հետ կապված։ Հայաստանի Հանրապետությունում իմ կարծիքով այսուհետ շարունակական է լինելու միայն Հայաստանի պետության զարգացումը, տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցության ավելացումը, իսկ բոլոր 5-րդ շարժությունականները գնալով ավելի թուլանալու են եւ իրենց տեղը շատ լավ իմանալու են, կգնան, խելոք կնստեն ազգային ժողովում եւ այնտեղ կաշխատեն ընդդիմություն։ Հաշտ եք այն մտքեդ, որ համ ասում եք խնդիրներով են ընտրվել, համ էլ ազգային ժողովում խելոք նստել։ Հաշտ չլնեմ ինչ անեմ, եթե Սահմանադրական դատարանը չեղալ չճարացեց ընտրությունները եւ իրենց չարկելեց այլևս ընտրություններին մասնակցել, բա ինչ անեմ, որ հաշտ չլնեմ։ Քաղաքասարակությունը թող պահանջի Սահմանադրական դատարանի կազմի հրաժարական։ Քաղաքասարակությունը դեռ շատ բան պետք է պահանջի, ես քաղաքասարակության ընդամենը մեկ ներկայացուցիչ եմ, ես չեմ կարող քաղաքասարակության անունից ինչ որ բան ասել։ Քաղաքասարակությունը գիտեք, ինչ մեծ տարաբնույթ, ուրեմն մարդիկ են, խավեր են, կազմակերպություններ են, ինձ ուզում եք ես քաղաքասարակության անունից ինչ որ բան հայտարարեմ, ինչ որ բան ասեմ։ Ես իմ անունից կարամ ասեմ ընդհանուր։ Նույնիսկ մեր կազմակերպության անունից մեծ աշխորհ չեմ կարող, մինչև կազմակերպության անդամների հետ չհամաձայնացնեմ։ Իդեպ դուք ձեր անունից, պարոն Խուրշիդյան, որպես ազատ խոսքը կարևորող Բժշկուհի Սողոյանի աշխատանքից ազատելու ծանուցումը քննադատում եք, թե ոչ։ Այո։ Այսինքն մենք հետընթաց ունենք։ Որոշ դրվագներ կան, որոնք այո, հետընթացի նախանշաններ են, բայց դա անգամ փոքր դրվագներ են առանց Բայց ամեն ինչ դրանով է, չէ՞ սկսվում։ Չէ, դե այտենց դժվար է ասել։ Դժվար է ասել, չի կարելի 1-2 տենց դեպքերով ընդհանուր գնահատական տալ։ Կան միջազգային կազմակերպություններ, որոնք այդ ամեն ինչը ծանրութեթև են անում, կա մեթոդաբանություն, Արեգ ջան, որովհետեւ մանիպուլյացիա չդառնա։ Նույնիսկ ամենազարգացած եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում էլ չեմ ասում, այդպիսի դեպքեր են լինում, եւ ոչ Freedom House-ը, ոչ Human Rights Watch-ը, ոչ Transparency International-ը չեն հայտարարում, ասում, վայ, տեսակ վերջ հետընթաց եղավ, որ այսպես մի հատ դեպք եղավ։ Լավ բան չեղավ, ճիշտ չի արվել, անկախ նրանից այդ տիկինը ով է, ինչ գաղափարներ ունի, համաձայն ենք այդ գաղափարների հետ, համաձայն չենք, կապ չունի։ Ինչպես իրեն դրսևորեց, ինչպես իրեն պահեց, կապ չունի, բայց իհարկե դրա համար աշխատանքից ազատելը սխալ է։ Հիմա ես չգիտեմ հիմնավորումը նաև որն է եղել, բայց ակնհայտ է, որ Ասեցին պատճառը բաժինը լուծարվում է։ ակնհայտ է, որ պատճառը դա է եղել, իսկ դա ընդհանրապես պատրվակ էր, այդ ձևակերպումը պատրվակ էր։ Բայց ամենայն դեպս
Համենայն դեպս, եթե ընդհանուր ժողովրդավարական համակարգի վրա մենք չենք տեսնում ինչ որ լուրջ այդպիսի հետընթացներ, այլ այդպիսի 1-2 այդպիսի դրվագ է լինում, այդ 1-2 դրվագի համար կարելի է պայքարել, այդ տիկին հնարավորություն ունի դատի տալու, դատարան դիմելու, հետո Եվրոդատարան դիմելու, վերջում մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք։ Եվ ցանկացած մարդու իրավունքները պաշտպանված են, եթե ինքը զգում է, որ տեղի արդարադատությունը չի կարողացել պաշտպանել իր իրավունքները, ինքը բոլոր ատյաններով կարող անցնի, թող անցնի, գնա Եվրոդատարան։ Պարզապես մենք այս ժողովրդավարության պայմաններում չունենք անձնական տվյալներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է վատ լուր ունեմ, բոլորի ոչ մեկը անձնական տվյալ չունի, բոլորի խոսակցությունները, վեճերը հասանելի է բոլորին, բայց կառավարությունը չպետք է լինի այդ քաղաքացու անձնական տվյալները պաշտպանողը, ոչ թե հայտարարողը, որ դուք չունեք այլևս դրանից։ Նախ ինքը չի ասում հասանելի բոլորին։ Ինքը նկատի ունի, որ որոշ հանրակարգեր կան, որոնց դա հասանելի է։ Դուք չգիտեք, որ Facebook-ին հասանելի է ամբողջ ինֆորմացիան, որ դուք Facebook-ում նաև անձնական տարբեր մեսենջերներով գրում եք։ Չգիտեք, հասանելի է։ Դուք չգիտեք, որ Google-ում ինչ որոնում անում եք, Google անալիտիկները ձեր մասին ամբողջական կարծիք կարող են կազմել ընդհանրապես նրանով, թե դուք ինչ եք որոնում, ինչ հարցեր եք տալիս, ինչ եք փնտրում, եւ դրա հիման վրա այդ ինֆորմացիան վաճառվում է բիզնես ընկերությունների, որոնք գիտեն ձեր պահանջարկը որն է, սկսում են ձեզ առաջարկներ, չէ՞։ Ասենք եթե դուք մի քանի անգամ ենթադրենք, չգիտեմ, պահեստամաս եք ինչ որ փնտրել Google-ով, հետո մեկը տեսնում եք գովազդներ է գալիս այդ պահեստամասերի, չէ՞։ Այդ ո՞նց եղավ։ Ինչ որ մեկը ձեզ հարցրել է թույլատվություն, ձեր անձնական տվյալներ, չէ, որ դուք որոնում եք ինչ որ բան։ Չէ, չեն հարցրել։ Օգտագործում են, դե Google համարում է, որ եթե ինքը այդքան ծառայություն է ձեզ անվճար մատուցում, այդ էլ ինքը պետք է օգտվի արանքում փող աշխատի։ Եվ մնացած բոլորը, այդ iPhone-ները կամ բաները, սմարթֆոնները, որ օգտագործում եք, ձեր կարծիքով այդ խոսակցությունները ամբողջ հնարավոր չի ձայնագրել եւ ունենալ տերաբայտերով ինֆորմացիա բոլորի մասին։ Դա արվում է, չէ՞, Չինաստանը իր հերթին է անում, իր արտադրած հեռախոսներով դրա համար իր շատ հեռախոսներ հիմա արգելված է Եվրոպայում օգտագործել։ Եվ հակառակը Չինաստանում շատ դեպքերում արգելվում է որոշ հեռախոսներ կամ կապի միջոցներ օգտագործել, որ Միացյալ Նահանգներում են։ Իրանում արգելված են որոշական սոցիալական ցանցեր, որովհետև գիտեն, որ իր մասին ինֆորմացիա կարող է հավաքագրել։ Հիմա այդ աշխարհը այդպես է, այդ գնում ենք դրան, որ ամեն ինչ թափանցիկ է դառնում, այո։ Անձնական կյանքի տիրույթը գնալով փոքրանում է։ Ուղղակի պետք է մարդկանց վերաբերմունքը փոխվի, որ մարդիկ չհետաքրքրվեն այդ անձնական տվյալներով ուրիշների, սկսած անձնական կյանքից, վերջացրած սպառման ապրանքների ուրեմն նախընտրություններից։ Պարզապես մենք հիմա իշխանության ունենք մի կուսակցություն, որը նստել էին վարչությունում եւ մեկ այլ կուսակցի նամակները կարդացել ենք։ Խնդիրը սրա մեջ է, ոչ թե որ Google-ի սեփականատերը կամ Facebook-ի Նարեկ սեփականատերը։ ջան, ես ձեր մոտ չեմ հարցազրույց տվել եւ ոչ միայն դատապարտել այդ դրույթը, այլ նաեւ ընդհանրապես, որ այդ հարցը քննարկման առարկա է հրապարակային դարձել վարչապետը։ Հիմա ինձ դա ինչ եք ասում։ Ես ձեր հետ համաձայն եմ, չի կարելի այդպեսի բան անել։ Դա այսինքն երբ որ վարչապետն է արդեն ասում, որ թափանցիկ է ամեն ինչ, դա նշանակում է, որ իրենք կգնան ընդդիմախոսների, քննադատ լրագրողների, առողջ քննադատություն ասողների հետևից, էլ չաշած Չէ, ընդդիմախոսների։ նախ չէ, այտենց չի։ Նախ այն ինչ որ թափանցիկ է, ինքը նկատի ունի այդ իմ ասած դրվագները, հա։ Ոչ Google-ը, ոչ Facebook-ը, ոչ iPhone-ի կամ Samsung-ի կամ SS արտադրողները իրենց այն որ ասում է խելքը հացի հետ չեն կերել, որ որևէ մեկի անձնական տվյալները հրապարակեն։ Դա իրենք ընդհանրապես օգտագործում են, այն էլ հատուկ պրոցեդուրաներով այդ բիզնես շահերը սպասարկելու համար, բայց ոչ երբեք մարդուն վնաս տալու, որտեղ եթե այդպիսի բան հանգարց լինի, massայական կսկսեն հրաժարվել իրենց ծառայություններից, միլիոններով կսկսեն հրաժարվել։ Ընդ որում այդ մրցակիցներն էլ այնքան կուրճացնեն, որ տեսակ Samsung-ը ինչ արեց iPhone-ը կասի կամ հակառակը, որ լրիվ ոչնչացնի այդ ընկերությունը։ Այնպես չի էլի, որ եթե իրենք տիրապետում են, նշանակում է պետք է հրապարակեն։ Նույնը էստեղ, եթե մեր ԱԱԾ-ն շատ բան տիրապետում է, դա չի նշանակում, որ պետք է տա քաղաքական ուժի որևէ մեկին տվյալ դեպքում կառավարող ուժի եւ այդ կառավարող ուժը բռնի հրապարակ է ենել։ Դարձնի մարդու անձնական կյանքը ինչ որ քննարկման առարկա։ Եվ դրա համար էլ դատապարտեցին ոչ միայն ես, հազար մի հասարակական կազմակերպություն, քաղաքացիներ, եւ որ դա չկա։ Փորձը ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն տալիս է։ Ինչ է տալիս։
Քոչարյանի տեսագրությունը, Հովիկ Դե Աղազարյանի Քոչարյանի տեսակի նամակագրությունը։ անձնական կյանքի դրվագ է հրապարակել։ Դե հա, ես օրինակ շաբաթվա վերջին երկրից գնալու եմ, չեմ ուզում որ դրա մասին մարդ իմանա, բայց ԱԱՑ-ն դա Նարեկ ջան, 1000 հոգի քեզ տեսնելու է օթանավակայանում եւ ես կխնդրեմ այդ 1000 հոգում որ հրապարակային գրեն որ տեսել են Նարեկ հարցը Գրիգորյանը։ այստեղ այնա որ մարդ ունի անձնական տարածք, օքեյ, օթանավակայանում են, թող տեսնեն, բայց հասկանում ես, որ օթանավակայանում տեսնել են, բայց շատ մարդիկ էլ օթանավակայանում չեն եւ քո մասին ինֆորմացիա են ստանում։ Դե ինքը հրապարակային գործիչ է, նախագահ է։ Պետք է պատրաստ լինի, որ քաղաքացիները կտեսնեն եւ կգրեն, որ տեսել են Քոչարյանին։ Okay, եթե ես լրագրող Նարեկ Կիրակոսյանը դա տեսնի եւ նկարի գնա մի հատ էլ հարց տա, դա անցալելի է, բայց ԱԱՑ-ի են խցիկի վրա տեղադրած տեսախցիկից նկարում տալիս են իշխանական մեդիային, դա անցալելի չէ։ Նարեկ ջան, ես դա ուղղակի համարժեք չեմ համարում այն նախորդ ձեր ասած դրվագին, երբ որ իրոք մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալներ գաղտնազերծվել են եւ հրապարակվել եւ ծամծմվել, քննարկվել։ Այդ դրա հետ համաձայն չեմ, որ համարժեք են այդ երկուսը։ Իսկ քանի որ Ռոբերտ Քոչյանը հրապարակային անձ է, նախագահ է եղել ոչ բարով, ուզուրպատոր ավելի շուտ, հա, բռնակ զավթել այդ նախագահի պաշտոնը։ Եվ նաև քաղաքական պատճառներ կային այդ ամեն ինչը հանրության հասանելի դարձնելու, որ ինքը պատրաստվում է փախնի Հայաստանից, որտեղ ինչ-ինչ ուրեմն խնդիրներ ունի։ Չեմ ասում լիովին արդարացնում եմ ինչ է արվել, բայց նաև համարժեք չեմ համարում այն նախորդ դրվագին։ Հիմա, եթե դուք ուզում եք, որ մեր ժողովրդավարությունը Հայաստանի լինի ֆրանսիականի պես, բայց ֆրանսիականի պես էլ չկարողանանք ռուսական ազդեցությունների դեմ պայքարել, այսինքն մենք վերցնենք դանակ պատարակավը եւ փորձենք պայքարել ռուսական կացինի դեմ, ես դրա հետ համաձայն չեմ, դա հնարավոր չի։ Քոչարյանը ռուսական պրոքսի է, ծառայել է Ռուսաստանին։ Եվ եթե նման դրվագներով մենք կարողանում ենք ապահովել Ռուսաստանի ազդեցության նվազեցումը Հայաստանի վրա, դա մեծ խախտում ես չեմ համարում։ Բանավանդ որ ելի եմ ասում, անձնական կյանքի տվյալ չէր դա։ Շնորհակալություն, պարոն Խոշորյան, Ես եմ հարցազրույցի շնորհակալ։ համար։